Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն ուսումնասիրում ենք երկրորդ երկի 10-րդ գլուխը։ Ինչպես տեսնում ենք, Շուկադեվը Գոսվամին ինքը սկսեց պատասխանել Պարիքշիտ Մահարաջի հարցերին արդեն ֆունդամենտալ, եթե մինչև այդ իրանք ուղղակի փոխանակվեցին քաղաքակիրթ ձևով փոխանակվեցին իրար հետ, թե ամեն մեկը ուրիշի մասին ինչ կարծիք ունի, եւ ես ձեզ հետ քննարկեցի, որ իրականում հոգևոր ուսուցիչ եւ աշակերտ հարաբերությունների մեջ շատ կարեւոր է այդ փուլը, եւ որ ազնվորությունը ինքը ուշադիր հետևում է, այսինքն երկու ստեկ, հասկանում եք, որովհետեւ միշտ այդ խոսակցությունը սովորաբար մարդիկ իրանք տանում են այն տեսանկյունից, որ կարևոր է, թե այսինքն այսպես է, էլի ենթադրվում է, որ ցանկացած ոք, ով ինքը կարող է լինել աշակերտ, ինքը անթերի ազնվորություն է եւ միայն հոգեվոր ուսուցիչն է, որ կարող է լինի ոչ անկեղծ կամ սրիկա կամ խափեփա կամ չգիտեմ ինչ, չէ՞։ Բայց իրականում դա այդպես չի, ես փորձեցի ներկայացնեմ, որ իրականում մեր ժամանակներում ոչ միայն հոգեվոր ուսուցիչներն են խնդրահարույց, այլև աշակերտները կարող են լինել դուք նույնիսկ չեք էլ կարող ձեզ պատկերացնել այս պահին, թե ինչ կարգի խնդրահարույց։ Եվ այո, ուրեմն նախնական բանը, նախնական տրամադրությունները աստվածամերժության դարաշրջանում իրանք կայանում են նրանում, որ աստվածամերժության դարաշրջանը դա ըստ արիացիների սահմանումի, որպեսզի ես ասեմ հենց իրենց բառերով, ընկած հոգիների դարաշրջանն է, հա, այսինքն հոգիների, որոնք իրենք բացարձակապես կորցրել են իրենց մաքրությունը, եւ մենք որպեսզի ասենք այն ազնվորությունները, որոնք իրենք մեր տեսանկյունից բարոյական կյանքում են ապրում, ինձանից չնեղանան, մենք պետք է հասկանանք, որ ուրեմն արիացիների բարոյականության պատկերացումները իրանք մի քիչ շատ ավելի խիստ էին եւ պահանջներն էլ ավելի խիստ էին, այն իմաստով, որ ինչպես իրենք ասում են, կենդանիակը ինքը ունի նուրբ մարմին եւ կոպիտ մարմին, չէ՞, եւ բարոյականությունը ինքը պետք է լինի եւ կոպիտ մարմնի հիմքի վրա եւ նուրբ։ Շատ մարդիկ կան, որոնք իրենք դա շատ ավելի պարզ երևում է ընտանեկան հարաբերությունների մեջ, հա, երբ որ ասենք մարդը կամ աշխատանքային ինչու ոչ այնտեղ էլ է շատ լավ երևում, երբ որ մարդիկ իրանք ասենք արտաքինից պահում են իրենց այնպես ինչպես որ հարկն է եւ մենք երբ որ նայենք իրենց, մենք կարող ենք ասել, որ սա բացարձակապես առաքինի ընտանիքի անդամ է կամ բացարձակապես առաքինի աշխատող է կամ բացարձակ առաքինի ընկեր է կամ նույնիսկ հարևան է եւ այլն, չէ, բայց իր սրտի մեջ ինքը կարող է լինել վերին աստիճանի անբարոյական մարդ։ Ինչ է նշանակում անբարոյական։ Անբարոյական մարդ դա ոչ բարյացակամ ազնվորությունն է, որը ինքը հենված է նախանձի վրա եւ այդ պատճառով տանել չի կարողանում իր շրջապատում ոչ մեկի հաջողությունը կամ երջանկությունը, չէ՞։ Եվ օրինակ ասենք մարդը, օրինակ հարևանն է, ինքը կարող է տարիներ շարունակ այսպես բարյացակամ բարևել մեզ, թողնել շատ այսպես սիրալիր հարևանի ուրեմն տպավորություն, բայց հիմա ես ստիպված կլինեմ մտնել մի այնպիսի դաշտ, որը ոչ բոլորին է դուր գալիս, բայց դա իրականությունն է, բայց ամբողջ տարիների ընթացքում, ասենք, հենց այդ նույն հարևանին, ում այդպես ժպտերես բարևում է, կարող է տարիներ շարունակ բերել եւ թուղթուգրեր դնել, որպեսզի այդ ընտանիքը ինքը, որ ասում են, մի հատ ուրախոր չտեսնի, հասկանում եք, եւ այդ նույն բանը վերաբերվում է, օրինակ, բարեկամը ինքը կարող է, ասենք, միշտ մասնակցել իր մտերիմ, իր բարեկամի բոլոր տեսակի եւ ուրախություններին եւ դժբախտություններին, գալ ծնունդներին, հարսանիքներին եւ այլն, բերել նվերներ, չէ՞, բայց այդ ամեն ինչը անել այնպիսի սրտով, որ կոպիտ ասած ավելի լավ էր չաներ։ Այսինքն նուրբ մարմինը ինքը տարբերվում է իր դրսևորումներով կոպիտ մարմնից։
Իսկ արիացիների պահանջները, նույն նրանք ովքեր որ հետևում են հոգու մաքրագործման ընթացքի դասախոսությունների, մենք այդտեղ շուտով Բաքթիվանոդ Թակուրը ինքը կանցնի հենց այդ թեմաներին, որտեղ կքննարկի ուրեմն նուրբ մարմնի բարոյականության սկզբունքները, եւ այնտեղ մենք դες հետ կտեսնենք, թե արիացիները իրենք ընդհանրապես ինչի մասին են խոսում, երբ որ խոսում են բարոյականության մասին։ Հիմա սիրելիներս, եւ ուրեմն այո, մենք տեսանք, որ երկուստեք, ինչու է սա կարևոր, որովհետև իրականում մարդը ինքը պետք է շատ այսպես պատասխանատու վերաբերվի իր ամենակարևոր ռեսուրսին։ Իսկ իր ռեսուրսը, դա ամենակարևոր ռեսուրսը, դա ժամանակն է։ Հասկանում եք, դա ժամանակն է։ Եվ այո, եւ ուսուցիչը, եւ աշակերտը տվյալ դեպքում Պարիքշիտ Մահարաջը ինքը ինչ ասեց իրականում ըստ էության Շուկադեվ Գոսվամին, ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց. ես ընդամենը 7 օր ունեմ ապրելու եւ այդ 7 օրը ուզում եմ անցկացնեմ քեզ լսելով։ Շուկադեվ Գոսվամին ուշադիր լսեց Պարիքշիտ Մահարաջի հարցերը, գնահատեց, այնպես չէր, որ Պարիքշիտ Մահարաջը ինչ-որ յուրահատուկ գնահատման կարիք ուներ, որտեղ Պարիքշիտ Մահարաջը ինքը ամբողջ կայսրության արքան էր, եւ դա նշանակում է, որ իրեն ճանաչում էին բոլորը, հա, այսինքն նա արդեն իսկ ինչ-որ մի համբավ ուներ լավ կամ վատ, չէ՞, ինչպես ասենք, ամեն մի առաջնորդ ինքը անպայման ունի ամբողջ հասարակության կարծիքը, որովհետեւ նրան բոլորն են ճանաչում։ Եվ հիմա ուրեմն սիրելիներս մենք տեսանք, որ Շուկադեվ Գոսվամին էլ իր հերթին ուսումնասիրելով, հասկանալով ինքը ում հետ գործ ունի, ինքն էլ իր հերթին ասեց. ես էլ պատրաստ եմ այդ 7 օրվա իմ ժամանակը տրամադրեմ քեզ։ Աստվածամերժության դարաշրջանում ուրեմն մենք դες հետ քննարկեցինք, որ այդ թեման ինքը մի փոքր այլ է, տարբերվում է այն իմաստով, որ այո, աստվածամերժության դարաշրջանը ըստ արիացիների մենք ընկածոքիններ ենք, եւ դրա համար այնտեղ գործում է ուրեմն այս սկզբունքը, որ անձնավորությունը ինքը բոլոր անձնավորությունները, որոնք ծնված են աստվածամերժության դարաշրջանում, իրենք պետք է հավասարաչափ հնարավորություն ունենան վերականգնել իրենց քրոնականությունը։ Այսինքն ամենաընկած, ամենահանցավոր հոգուց սկսած, մինչև մեր տեսանկյունից ամենաբարոյական կամ բանիմաց մարդը, բոլորը ընդունվում են հոգևոր կյանք։ Եվ եթե դա օրենքը մեր դարաշրջանի ինքը այդպես է, բնականաբար, չէ, մենք արդեն կարողանում ենք հասկանալ, որ հոգևոր ուսուցիչներն էլ իրենք գործում են ըստ այդ տրամաբանության եւ ընդունում են բացարձակապես բոլորին։ Հետո սկսվում է այն փուլը, որտեղ կենդանիակը ինքը կամ հաստատվում է հոգևոր կյանքում, կամ չի կարողանում հաստատվել հոգևոր կյանքում, եւ այդ ժամանակ նրա եւ հոգևոր ուսուցչի հարաբերությունները իրենք դառնում են անիմաստ։ Եվ այո, իրականում, երբ որ արդեն, կարելի ասել էսպես էլի, 100%-անի վստահություն կա, որ անձնավորությունը այս կյանքում ինքը չի կարողանալու ոչ թե մենակ լուրջ, այլ ընդհանրապես, հա, օրինակ ես իմ աշակերտներին միշտ հանակով ասում եմ, եթե չեք կարողանում վազել հոգևոր կյանքում, ապա գոնե քայլեք։ Եթե չեք կարողանում քայլել հոգևոր կյանքում, ապա գոնե նստեք այնտեղ։ Եթե չեք կարողանում նստել հոգևոր կյանքում, ապա գոնե այդ ուղղությամբ պառկեք։ Հասկանում եք։ Եվ այո, մեր ժամանակներում սա շատ կարևոր մոտեցում է, եւ այո, հոգևոր ուսուցիչը եւ աշակերտը իրենք որոշում են կայացնում, թե պատրաստ են արդյոք իրանք իրար վրա ծախսել ժամանակը։ Եվ մեր ժամանակի, ինչպես ես արդեն ասեցի, մեր ժամանակի բնորոշ բանը դա նա է, որ հոգևոր ուսուցիչը ինքը սկզբում ոչ մի բանին չի նայում, այսինքն ինքը ընդհանրապես չի գնահատում։ Գնահատում է միայն այն տեսանկյունից, թե ոնց որ ասեք, ինչքանով է այդ անձնավորության այդ դեգրադացիայի
մակարդակը, որպեսզի ինքը հասկանա, թե ինչքան ժամանակ կամ ինչ ճանապարհ պիտի անցնի այդ անձնավորությունը, որպեսզի հաստատվի հոգևոր կյանքում։ Այսինքն հոգևոր կյանքը հիմա ընդունում է բացարձակապես բոլորին եւ այս этаպը, որտեղ այս մշակույթն է տեղի ունենում, որը մենք այստեղ տեսանք, մեր ժամանակներում այս этаպը ինքը մի տեսակ բան է, այլ կերպ է ընթանում, որովհետեւ ողորմածության դարաշրջանն է։ Եվ ուրեմն այո ուսուցիչը եւ աշակերտը որոշում են կայացնում, որ իրանք իրար վրա ժամանակ են ծախսելու, եւ հոգեվոր ուսուցիչը սկսում է տանել իր աշակերտին։ Մենք պետք է հասկանանք, որ ըստ արիացիների հոգեվոր ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների ամենակարևոր երևույթը դա գիտելիքն է։ Հոգևոր ուսուցիչը պետք է տեղափոխի կենդանեակին գիտելիք։ Ինչի համար, որպեսզի կենդանեակը ինքը կարողանա վերանայի իր կյանքը, վերանայի ինքը իրեն, վերանայի այն սկզբունքները, որ հիմքի վրա, որ ինքը վերաբերվում է այս աշխարհին, ընկալվում է այս աշխարհը, ընկալում է ինքը իրան, իր հարաբերությունները եւ այլն եւ այլն։ Այսինքն առաջի քայլով ինքը աշակերտը պետք է ստանա գիտելիք, թե ինչպես կարգավորել իր նյութական հարաբերությունները համապատասխան իր նյութական գոյությունը։ Երբ որ ինքը վերցնում է այդ բոլոր սկզբունքները, այդ զուգահեռ հոգևոր ուսուցիչը անպայման փոխանցում է արդեն օբյեկտիվ գիտելիք Գերագույն Աստծո անձնավորության մասին, ընդ որում, եթե ինքը որակավորված հոգևոր ուսուցիչ է, ինքը պետք է կարողանա ներկայացնել Գերագույն Աստծո անձնավորության այնպես ինչպես որ ինքը կա, իսկ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ներկայացված է այնպես ինչպես որ ինքը կա, ես այսպես ասեմ, էլի նրան չսիրել հնարավոր չի։ Եվ այսինքն այդ ընթացքում, երբ որ կենդանեակը ինքը կարգավորում է իր նյութական կյանքը, ինքը համել ստանում է գիտելիք, որը ստաբիլ իր մեջ զարգացնում է կապվածությունը Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, մինչև այն պահը, երբ հոգևոր մարդու համար Գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունների վերականգնելը դառնում է ավելի կարևոր, քան նրա նյութական հարաբերությունները։ Այս этаպում կենդանեակը ինքը դառնում է նյութական աշխարհում իր շրջապատի հանդեպ անսահման համբերատար։ Ինչու՞, որովհետև այլևս ոչ մեկից ոչ մի սպասելիք չունի։ Եվ նրա միակ կենտրոնացումը դա կարողանալ ապրել այնպես, որպեսզի Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գոհ մնա։ Ինչու է դա կարևոր, որովհետև միայն այդ պարագայում է, որ ինքը դուրս է գալիս ռեալ հանդիպման։ Եվ ուրեմն մենք տեսնում ենք, որ Շուկատևը Գոսվամին այս պահին ինքը սկսել է ուրեմն այլ լուրջ բան անել, ասեք լուրջ ուրեմն քննարկել Պարիքշիտ Մահարաջի հետ։ Պարիքշիտ Մահարաջը ինքը մենք տեսանք, որ ինքը այնպիսի հարցեր տվեց, որից ակնհայտ է դառնում, որ այս խոսակցությունը ինքը նախատեսված է մեր համար, այսինքն այս ամբողջ իրադարձությունները Գերագույն Աստծո անձնավորությունն է կազմակերպել եւ ինքը դա կազմակերպել է մի դրդապատճառով։ Ինքը կազմակերպել է դա նրա համար, որպեսզի ուրեմն աստվածամեժության դարաշրջանի կենդանեակները կարողանան լիակատար գիտելիք ստանան, ուրեմն աստվածային կամ աստվածակենտրոն գաղափարախոսության հետ կապված։ Եվ ես կարդամ մեր հաջորդ տեքստերը, մեր երեկվա տեքստներ 16 տարերի ստեղծումը, որոնցից կազմված է նյութը, 5 տարերը, կրակ, ջուր, երկիր, օդ եւ տարածություն, ձայն, ձև, համ, հոտ, շոշափելիք, ինչպես նաև աչքեր, ականջներ, քիթ, լեզու, մաշկ եւ միտք, կոչվում է սարգա, իսկ նյութական բնության գունաների հետագա փոխազդեցությունը վի սարգա։ Կենդանեակները ճիշտ դիրքում են, երբ հնազանդվում են Տիրոջ օրենքներին։ Այսպես Տիրոջ գերագույն անձնավորության պաշտպանության ներքո նրանք հասնում են լիակատար խաղաղության,
մանուն եւ դրանց օրենքները գոյություն ունեն մարդկանց կյանքը ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար։ Ցանկացած գործունեության խթանը սեփական ջանքերի պտուղները վայելելու ցանկությունն է։ Եվ մեր այսօրվա տեքստն է. Աստծո գիտությունը նկարագրում է Տիրոջ անձնավորության մարմնավորումներն ու նրա գործունեությունը, ինչպես նաև նրա մեծ նվիրալների գործունեությունը։ Եվ կենդանի էակը պայմանավորված դառնալու իր ներհատուկ հակվածությամբ միաձուլվում է Մահավիշնուի գոյությանը, ով խորասուզված է միստիկ քնի մեջ, այս գործընթացը կոչվում է տիեզերական դրսևորման լուծարում։ Ազատագրումը կենդանի էակի վերադարձն է իր անփոփոխ ձևին, որին նա հասնում է, երբ նա հրաժարվում է անընդհատ փոփոխվող կոպիտ եւ նուրբ նյութական մարմիններից։ Ինչպես տեսնում ենք, սիրելիներս, չէ, մեր տեքստը ինքը բավականին բարդ կառուցվածք ունեցող տեքստ է, եւ այս տեքստը ինքը իրականում ներկայացնում է արիացիների աստվածակենտրոն գաղափարախոսության հիմքերը։ Եւ մենք չենք շտապի, եթե ես չհասցնեմ տեքստը քննարկել լիարժեք, ապա մենք կանենք ուրեմն կամաց-կամաց, ինչքան որ պետք կլինի, դուք հիշում եք, որ տեքստեր են եղել, որոնց վրա մենք 10 օր կանգնել ենք։ Եվ այսպես առաջի տեքստը, 5-րդ տեքստը ինքը հնչեց այսպես, որ Աստծո գիտությունը նկարագրում է Տիրոջ անձնավորության մարմնավորումները եւ նրա գործունեությունը, ինչպես նաև նրա մեծ նվիրալների գործունեությունը։ Ինչ գաղափար է այստեղ առաջ քաշվում։ Իրականում ես կարծում եմ, որ դուք արդեն ընտելացել եք այս գաղափարին, չէ, բայց որովհետև ասենք ինքը տեքստը նորից հնչեց այդ թեման, դա նշանակում է, որ մի փոքր կրկնողության կարիք կա, եւ մենք հիմա այդ կրկնողությունը իհարկե կանենք։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեսեք, արիացիների գաղափարախոսությունը ինքը շատ խիստ այդ իմաստով տարբերվում է բոլոր մնացած գաղափարախոսություններից, եւ եթե մենք իրան ուշադիր լսում ենք փիլիսոփայության եւ հոգեբանության տեսանկյունից, մենք կարողանում ենք գնահատել, թե այն գաղափարները, որ իրանք են առաջ քաշում, ինչքան գրագետ են։ Ուրեմն առաջի գաղափարը, որը առաջ է քաշվում, հույսով եմ, որ հիշում եք, չէ, դա նա է, որ բազմազանությունը ընդհանրապես գոյություն ունի, որպեսզի գերագույն Աստծո անձնավորությունը վայելի իր գոյությունը։ Եվ այո, վեդաներում հնչում է այդ տեքստը, որտեղ ասվում է, որ սկզբում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մենակ էր։ Երբ ինքը ուզեց վայելի իր գոյությունը, արարվեց բազմազանությունը։ Մենք ձեզ հետ այստեղ քննարկել ենք մի շատ կարևոր նրբություն, որովհետև մենք իրականում ասենք ձեզ հետ մտնում ենք մի մշակույթի հետ, որին մենք սովոր չենք, այդ պատճառով ես ստիպված եմ լինում ինչ-որ գաղափարներ ժամանակ առ ժամանակ կրկնել, որպեսզի դուք համոզվեք, որ ճիշտ ընկալել եք այդ գաղափարը, եւ երջանիկ կլինեմ, եթե ասեք հերթական քննարկումի ժամանակ դուք ասեք ով դե զզվացրեց, արդեն հասկացել ենք էլի ինչի է այսքան կրկնում, դա կնշանակի, որ ես իմ նպատակին հասել եմ, բայց հավատացեք, որ լիքը մարդիկ կան, որոնք իրենք միանգամից չեն ընկալում, թե ինչի մասին է խոսքը, դրա համար տրամաբանական այդ շղթան, չէ, շատ կարևոր է, որպեսզի ինքը մեր մեջ այսպես էլի ճիշտ նստած լինի, ինչու, որովհետև եթե մենք Ինչու է Բագավատաբա, տեսեք, ինքը ամենասկզբում ինչ ասեց, ինքը ասեց, ինձ պետք է լսել անընդհատ, չէ, առանց նյութական մոտիվների եւ ուշադիր։ Երկրորդ տեքստով Բագավատամը ինքը ասեց, ես արհամարում եմ այն կրոնականությունը, որը նախատեսված է կենդանեակի նյութական ցանկությունները բավարարելու եւ նրա նյութական գոյությունը կարգավորելուն։ Եվ ինչի համար եմ ես նախատեսված։ Ես նախատեսված եմ նրա համար, նրանց համար, ովքեր որ ուզում են ճանաչեն Աստծուն։ Ուրեմն սա Բագավատամի ամենագլխավոր դերն է։ Թեկուզ ես արդեն ասել եմ, որ այդպես չի, որ այստեղ բոլոր
հոգևոր ճանապարհները չեն քննարկվում, բայց իրանք այստեղ չեն քննարկվում մանրամասնորեն, չէ՞։ Օրինակ ասենք, այստեղ կքննարկվի յոգայի process-ը, հա, բայց երբեք չի քննարկվի այն մանրամասնությամբ, ասանաներից սկսած, պրանայամայով, մեդիտացիայի կուլտուրայով, բանականության վարժություններով, այսինքն եւ մարմնի, եւ մտքի, եւ բանականության համար նախատեսված վարժությունների նկարագրությամբ, չէ՞։ Այդ նկարագրությունները իրանք կան, ուրեմն այն գրվածքներում, որոնք իրենք հատուկ նախատեսված են յոգայով զբաղվողների համար, չէ՞։ Բայց այդ գլխավոր գաղափարը, գլխավոր իմաստը յոգայի, այդ պրակտիկայի արդյունքը, հա, այդ ամեն ինչը ներկայացված է, այսինքն մակրոանալիզով։ Բhagavatam-ը ինքը սերուցքն է։ Սերուցք նշանակում է, որ այստեղ ամեն ինչը ներկայացված է մակրոանալիզով, այսինքն մենք կարողանում ենք ձևավորել բան ընկալում դրսից։ Հասկանում եք, տեսեք ցանկացած process-ի մեջ, չէ՞, օրինակ, երբ որ մարդը ինքը գտնվում է այդ բարոյականության փուլում, երբ որ մարդը ինքը գտնվում է ազատագրման փուլում կամ գերհոգուն իրականացնելու փուլում կամ բակցի փուլում, չէ՞, բոլոր փուլերում, երբ որ ինքը փուլի մեջ է, իրան թվում է, որ ինքը կատարելության մեջ է։ Իրան թվում է, որ սրանից են կողմ ուրիշ ոչ մի բան չկա, չէ՞, եւ այն նպատակը, որ իր առաջ դնում է այդ փուլը, ինքը այսպես հետևողական այդ փորձում է այդ նպատակին հասնել։ Եվ օրինակ ասենք, եթե ինքը գտնվում է շահագրգռված է ազատվել նյութական տառապանքներից եւ հաստատվել նյութական երջանկության մեջ, ինքը հոգու մասին ընդհանրապես հոգ չի տանում։ Իր համար կարևորը դա իր նյութական մարմնի հարմարավետությունն է եւ նյութական աշխարհում երջանկության ձեռքբերումը, չէ՞, դա իր նպատակն է։ Եվ ինքը երբեք իր մեջ ազատագրման թեմաներ չի քննարկում։ Ինքը երբեք չի փորձում ազատվել նյութական աշխարհի հանդեպ կապվածություններից, որտեղ երբ որ մենք խոսում ենք բարոյականության դաշտի մասին, մենք չենք խոսում նրա մասին, որ կենդանիակը ինքը ազատագրվում է այդ փուլում իր նյութական կապվածություններից։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ինքը իր պահվածքը բերում է արդարության դաշտ։ Բարոյականությունը դա նշանակում է, որ կենդանիակի պահվածքը, նրա վերաբերմունքը, նրա զգացմունքները եկել են արդարության դաշտ։ Եվ առաքինի մարդը, նո այսպես էլի, պատկերավոր ասեմ, որտեղ դա բան է էլի, ինքը չի կարող սիրահարվի, օրինակ մանյակի վրա։ Հասկանում եք։ Եվ արհամարի բարոյական մարդուն, պարտականություններ կատարող մարդուն եւ լինի նրա հանդեպ ընդհանրապես անտարբեր եւ մտածի, որ սա տաղտկալի անձնավորություն է։ Ինչպես դա կարող են անել, օրինակ, գրքի գոյավիճակի ազդեցության տակ մարդիկ։ Հասկանում եք։ Այսինքն, դա գալիս է արդարության դաշտ, որ բարոյականը ինքը արժանի է լավ վերաբերմունքի, ինքը արժանի է սիրո։ Հասկանում եք։ Իսկ մանյակը ինքը արժանի է կամ վերադաստիարակման, եթե չի վերադաստիարակվում, ուրեմն պատժի։ Սա նշանակում է այդ բարոյականության դաշտը, այսինքն բոլոր զգացմունքները իրանք բերվում են արդարության դաշտ։ Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ անձնավորությունը ինքը այդ արդարության թեմայով արժեքային համակարգ ունի իր գլխի մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդ ամեն մի փուլում անձնավորությունը ինքը մտածում է, որ այո, այսա կատարելությունն է ընդհանրապես, չէ՞։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը գտնվում է առաջին փուլում, ինքը Աստծուց սպասում է բարոյականություն։ Օրինակ հնդիկները իրանք շատ հաճախ իրենք կա երկու աստվածություն, Աստծո երկու հայտնություններ այս աշխարհում, հա, որտեղ գերագույն աստվածավորությունը ինքը չի գալիս մենակ, այլ գալիս է իր, այսպես շքեղ մեծ շրջապատով, հա, դա Ռամաչանդրան է եւ թե Շրի Կրիշնան։ Եվ հնդիկները իրենք Ռամաչանդրային ավելի շատ են սիրում, քան Կրիշնային։ Ինչու՞։ Որտեղ Ռամաչանդրան ինքը բարոյականության օրենքները պահպանող է։ Իսկ Տեր Շրի Կրիշնան դա այն անձնավորությունն է, որը հենց ցույց գալիս է, դա նախասկզբնական գերագույն աստծո անձնավորությունն է, որը ինքը գալիս է նյութական աշխարհ, որպեսզի կակրած ցույց տա, որ հոգևոր հարաբերությունները ոչ մի կապ չունեն,
ոչ նյութական առաքինության, ոչ նյութական բարոյականության հետ։ Իսկ Տեր Ռամաչանդրան ինքը դա Գերագույն Աստծո անձնավորության այն մարմնավորումն է, որը գալիս է, որպեսզի օգնի կենդանիակներին հաստատվել բարոյականության մեջ։ Հիմա Եվ որ գալիս է այս խոսակցությունը, չէ, այդ շարանը ինքը կարևոր է։ Բագավատամը, ինչպես ես արդեն ասեցի, ինքը մեզ օգնում է, որպեսզի մենք ամեն ինչը հասկանանք դրսից։ Այս ինչ է նշանակում դրսից։ Այդ դրսից տեսանկյունը ինքը մի շատ կարևոր երևույթ է, հա, ինչի համար, որովհետև ինքը մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք տեսնել ցանկացած երևույթի սահմանները։ Երբ որ մենք գտնվում ենք process-ի մեջ, մենք այդ process-ի սահմանը չենք տեսնում։ Երբ որ մենք արդեն գտնվում ենք process-ից դուրս, մենք կարողանում ենք տեսնել նրա սահմանները։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, ասենք, չէ, այդ տեսակետից, եթե ազնվորությունը, օրինակ, եթե ես հիմա մոտենամ որևիցե մի մուսուլմանին եւ ասեմ, դու գիտես, որ քո գաղափարախոսությունը ինքը այստեղ սկսվում է, այստեղ վերջանում։ Բայց սրանից հետո կան այս ճշմարտությունները Աստծո մասին։ Կամ ասենք, ցանկացած կրոնի ներկայացուցիչ, մոտենամ, ասեմ, այստեղ սկսվում է, այստեղ վերջանում։ Ինձ ինչ կանեն, տեղում կայրեն, չէ՞։ Ինչու համար, որտեղ այդ ֆանատիզմը կա, հələ այդ ֆանատիզմի թեման են կողմ թողնենք, կենդանիակը ինքը process-ի ներսում է։ Եվ ինքը մտածում է ամեն մի process-ի մեջ, կենդանիակը ինքը մտածում է, որ այս process-ը կյանքի վերջնական իմաստն է։ Եվ ինչ որ մեկը ինքը մտածում է, որ հոգևոր աշխարհ է գնալու, եթե ինքը բարոյական է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, դա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար։ Մյուսը մտածում է, որ ինքը հոգևոր աշխարհ է գնալու, որովհետև հրաժարված է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, դա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար, չէ՞։ Եվ նույնիսկ, երբ որ կենդանիակը ինքը իրականացնում է գերհոգուն իր սրտի մեջ, Գերագույն Աստծո անձնավորությունը միևնույնն ասում է։ Իհարկե դա անհրաժեշտ պայման էր, որ ես ու դու հանդիպեինք, բայց դա բավարար չի, որովհետև հոգևոր աշխարհում ես մենակ չեմ։ Ու դու պետք է ձեռք բերես որակավորում շփվել ոչ միայն իմ հետ։ Հասկանում եք։ Այսինքն մինչև կենդանիակը ինքը պատրաստ չլինի ճիշտ մաքուր սիրո հիմքի վրա հարաբերվել եւ Աստծո հանդեպ եւ նրա ուրեմն մասնիկների, իրան ոչ մեկ հոգևոր աշխարհ չի թողնելու։ Միայն այն պատճառով, որ ինքը հավատարիմ է եղել ինչ-որ մի հատ պայմանավորված հոգու նյութական աշխարհում։ Կամ պարտականություններ է կատարել իր հանդեպ։ Դա, այո, անհրաժեշտ պայման է, բայց բավարար չի։ Ուրեմն եւ այս տեսակետից, չէ, մենք կարողանում ենք տեսնել, որ այո, գաղափարախոսության տեսանկյունից բոլոր գործող քրոնականությունները իրենք ունեն Աստծո մասին գիտելիքի պակաս։ Սա ուղղակի փաստ է։ Հասկանում եք, եթե մարդը ինքը մի թեթև թույլ տա իրեն լինել արդար, ինքը այս գաղափարը կընդունի, որ Աստծո մասին, հոգևոր աշխարհի մասին, հոգևոր հարաբերությունների մասին գիտելիքը ինքը սակավ է։ Եվ այո, նույնիսկ սակավ է արարչագործության մասին գիտելիքը, թե ինչպես է արարվել նյութական աշխարհը, թե ինչ կառուցվածք ունի այն, թե ինչ օրինաչափություններ են այս աշխարհում գործում, չէ՞։ Որն է նրա ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքը, այսինքն այդ մանրամասը այդ ամեն ինչը քննարկվի, չէ՞։ Հիմա ինչ ասեց այստեղ Շուկադևը Գոսվամին, չէ՞։ Մենք նորից մի թեթև քննարկենք այդ թեման։ Խոսացվեց Գերագույն Աստծո անձնավորության եւ նրա մատնավորումների մասին։ Ուրեմն սկզբնական կետը, առաջին կետը, -273 կետը, դա նա է, հասկանում եք, որ բազմազանությունը ինքը գոյություն ունի, որպեսզի այդ բազմազանությունը վայելի Աստված։
Ինչու է սա շատ կարևոր, որովհետև նյութական աշխարհում ապրող կենդանի էակները իրենք ունեն ուղղակի հակառակ համոզմունքը։ Որն է այդ համոզմունքը։ Այդ համոզմունքը դա նա է, որ աշխարհը գոյություն ունի, որ ես վայելեմ։ Այ ամեն ազնվորություն, մենք նույնիսկ չենք նկատում, թե մենք ինչ կարգի էգոիստներ ենք։ Հասկանում եք։ Եվ այստեղ ես միշտ ստիպված եմ լինում հիշեցնել, որովհետև շատ մարդիկ կան, որ հիմա այս պահին ասում են, ոնց ինձ համար իմ երեխայի երջանկությունը ավելի կարևոր է, կամ ինձ համար իմ սիրեցյալի երջանկությունը ավելի կարևոր է, կամ ինձ համար իմ, չգիտեմ, ում երջանկությունը ավելի կարևոր է, բայց արիացիները մտնում են այսպես, իրանք ասում են գոյություն ունի կենտրոնացված էգոիզմ եւ տարածված։ Հասկանում եք։ Եվ այո, քո համար կարևոր է քո վայելքը եւ նրանց վայելքը, ում որ դու կապված ես։ Եվ եթե նույնիսկ դա լինի քո երեխան, բայց դու իր հանդեպ կապված չես, իր վայելքի հանդեպ դու բացարձակ անտարբեր ես։ Չեմ խոսում, որ սեփական վայելքը ապահովելու համար կարող ես երեխայի ծախել, բուկվալնը ծախել, փողով։ Չէ՞։ Այդպես չէ, որ այս աշխարհում այդպիսի իրականություն չկա։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա ակնհայտ է։ Հիմա, բայց հոգևոր մարդու համար, չէ՞, ինքը ահավոր կա, սա այն ամենակարևոր սրտի կեղտոտվածությանն է կպնում այս գաղափարը։ Հասկանում եք, որ առաջի բանը, որի շուրջ դու պիտի մտածես, որը դու պիտի հասկանաս, որպեսզի ռեալ հոգևոր ճանապարհ անցնես, դա այն է, որ դու ոչ թե գոյություն ունես, որ դու վայելես, այլ դու գոյություն ունես, որ քեզ վայելեն։ Սա առաջի գաղափարն է, երկրորդ գաղափարը ուրիշ է։ Եվ իհարկե, այս գաղափարը, երբ որ ազնվորությունը ինքը լսում է, ինքը ինչ է միանգամից մտածում, չհասկացա։ Այսինքն ոչ թե, բա իմ վայելքը։ Չէ, ինչ հոգևոր կյանք, ինչ ես իմ ինչ, идите вы все к черту, ես այս ամեն ինչը ընդհանրապես չեմ ուզում։ Ինչու համար, որովհետև իմ ամենագլխավոր հիմքը ներքին դա նա է, որ այս աշխարհում ամենակարևորը դա իմ վայելքն է։ Որտեղից են առաջանում դավաճանությունները, հա, անարդարությունները, դաժանությունը։ Դա որտեղից է առաջանում։ Այդ համոզմունքից է, չէ՞ առաջանում, որ կենդանիակը ինքը մտածում է, որ ամենակարևորը դա իր վայելքն է։ Հասկանում եք։ Սա ակնհայտ ճշմարտություն է, չէ՞։ Եվ հիմա, ուրեմն, առաջի գաղափարը, որը հնչում է արիացիների մոտ, դա նա է, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անձնավորություն է, ունի որակներ, ունի զգացմունքային աշխարհ, որտեղ այս նախադասությունը, որ ինքը ցանկացավ վայելի, չէ, իր գոյությունը, ինքը դա ինչ է նշանակում, որ ինքը գիտակցում է, չէ, որ այն ամեն ինչը, ինչը որ ինքը ունի, իմաստավորվում է, երբ որ կան ուրիշ անձնավորություններ։ Այ ասեք ինքը այդտեղ մենակ նստած է։ Եվ ինքը սեր է։ Բարև ձեզ, բայց սերը ում համար է։ Եվ ինքը ասենք շռայլություն է։ Այդ շռայլությունը ինքը իր հանդեպ պիտի օգտագործի, ոչ չէ, ինչ որակ ուզում է ինքը, իսկ եթե ինքը անձնավորություն է, ինքը չի կարող որակ չունենալ։ Եթե ինքը անձնավորություն է, ինքը ունի մարմին։ Հասկանում եք, եթե ինքը արդեն շփում ունի, ուրեմն անպայման ունի անուն, որով իրան կանչում են։ Մենք, ասենք, նյութական աշխարհում էլ է, չէ՞, նույնիսկ դա այդպես։ Ասենք, մենք չենք ասում, չէ՞, հեյ մարդ։ Մենք բոլորին դիմում ենք անունով, այսինքն ինչքան ավելի զարգացած են, այդքան ավելի բանն է, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն սերիներս։ Եվ այլն։ Եվ այո, Գերագույն Աստծո անձնավորություն, այսինքն ինչն է ինքը ընկալում որպես իր վայելք։ Ոչ թե ինքը ընկալում է որպես իր վայելք, ոչ թե այն բանը, որ ինքը ինչ-որ մի հատ ինչ-որ մի բան է ստեղծում, այդտեղ մի հատ մարդ է դնում, մի հատ կին է դնում ու կողքից նայում է, թե իրանք ոնց են ապրում։ Պետք է հասկանանք, չէ՞, թե ասենք Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչի կարիք ունեցավ
սարքել Եդեմային այգին։ Ինչի համար ինքը կարիքը ունեցավ, իր ինչին էր պետք բաբշե Ադամ Եվա սարքելը, որն էր դրա իմաստը, եթե ոչ ինքը պիտի ներգրավված լիներ դրա մեջ։ Տեսեք, եւ հոգեբանության տեսանկյունից, չէ, այդ գաղափարը ինքը ունի թերություն։ Կներեք, էլի, ես միշտ հույսով եմ, որ դուք արդեն ընկալել եք, որ ինձ համար հին ավետ կտակարանը ինքը Հիսուսի հետ ոչ մի կապ չունեցող գրվածք է, դրա համար ես համարձակորեն քննարկում եմ սա, որտեղ իրականում այդտեղ շատ խորքային մոլորության մեջ են ընկած, էլի, անձնավորությունները, որոնք իրենք Քրիստոսին են երկրպագում, իրանք նույնիսկ չեն կարողանում նկատեն, որ Հիսուսը ինքը երբեք չի դիմել հին ավետարանի գաղափարներին եւ երբեք այդ թեմային ընդհանրապես չի կպել, ինքը բացարձակ իր քարոզն է առաջ տարել եւ այո, իհարկե, իրական քրիստոնյայի միակ հիմքը պետք է լինի նոր կտակարանը, այսինքն իմенно Հիսուսի քարոզը, հա? Եվ դրա համար ես ներողություն եմ խնդրում բոլոր քրիստոնյաներից, ոչ մի նպատակ չունեմ վիրավորել ձեր ոչ մի զգացմունքը։ Նույնիսկ այո, չհամարեք գոռոզություն, բայց վստահաբար կարող եմ ասել Հիսուսին ինձանից շատ չսիրեք, էլի։ Հիմա, սիրելիներս, այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը, չէ՞։ Տեսեք, խոսքը դրա մասին է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անձնավորություն է, ունի որակներ, եւ հիմա պայմանականորեն ասեմ, որ պարզ լինի հետ հաջորդականությունը, հա։ Եվ ինքը հասկանում է, որ այդ որակները կարելի է իմաստ են ստանում միայն այն ժամանակ, երբ որ կա ոչ մենակ ինքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այն արարվում է բազմազանությունը, այսինքն տեղի է ունենում բազմազանությունը։ Հիմնականը առաջի հերթին, որպեսզի վայելի Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հիմա հաջորդ քայլը դա նա է, որ ցանկացած անձնավորություն ինքը ունի իր ուրեմն հմայքը եւ իր հզորությունը։ Մենք սա միլիոն անգամ ենք քննարկել, չէ՞։ Հիմա տեսեք, եւ այս բանը, չէ, ինքը ինչի մաս է խոսում։ Նույնիսկ եթե մենք վերցնենք հոգեբանությունը, ինքը նյութական աշխարհում էլ է, էլի շատ նման, եթե այդ էգոիզմի կամպանիան դա հանենք, չէ։ Տեսեք, այո, մենք էլ, երբ որ նայում ենք ցանկացած անձնավորության, մենք անմիջապես կարողանում ենք ինչ-որ մի գնահատական տալ եւ նրա հմայքին, եւ նրա հզորությանը, չէ։ Հիմա կենդանիակներ կան, որոնք իրենք կարևորում են հզորությունը։ Այստեղ, հասկանում եք, ինքը հոգեբանության ամենակարևոր հիմքը։ Ոչ մեկ չի կարող ասել, ինչու է ինչ որ մեկին դուր գալի խնձորը, ինչ որ մյուսին տանձը։ Այո, իհարկե, գիտնականները ինձ հիմա կհակաճառեն, կասեն ոչ, այ օրգանիզմը ինքը ինչ որ նյութերի կարիք ունի, չէ՞, եւ երբ որ ինքը այդ նյութերի կարիքը ունի, ինքը համապատասխան ուտելիքին է ձգտում։ Ես էլ կասեմ, բա ոնց անենք այն ազնվորությունների հետ, որոնք 100%-ով գիտեն, որ ինչ որ մի հատ ուտելիք իրանց վնասակար է, բայց միևնույն է այդ ուտելիքը սիրում են։ Ինչ են իրանք ասում։ Իրանք ասում են համով է։ Այո, իրանք թե դուք շատ լավ գիտեք, որ ես մուսակեր եմ։ Եվ իմ տեսանկյունից, եթե ես մի քիչ այսպես էլի օբյեկտիվ եւ մի քիչ կոպիտ ասեմ, ոչ թե մի քիչ, այլ բավականին կոպիտ ասեմ, չէ, թեկուզ ոչ էլ իրավունք ունեմ, որտեղ ժամանակին շատ ուժեղ մսակեր եմ եղել։ Տեսեք, ասենք, ինքը ինչպես է, չէ, որ օրինակ ասենք իմ տեսանկյունից, չէ, երբ որ ես նայում եմ երբ որ աստավորությունն է ինքը, ասենք, միս է ուտում, եւ թե ինքը ինչ հաճույքով է դա ուտում, իմ աչքերով, երբ որ ես նայում եմ, ես ստացվում եմ Աստված ջան, այս ազնվորությունը հիմա նույնիսկ չի գիտակցում, որ ինքը դիակ է ծամում։ Ու այդ հանգամանքը իրան ընդհանրապես չի դարկնում։ Իր համար դա պրոստը համով է, ու всё։
չէ։ Երբ որ ինքն է ինձ նայում իր տեսանկյունից, ինքն ասում է, այս տաղտկալինով է, սա ոնց է բավարարվում միայն խոտ ուտելով։ Բամասի համը։ Հասկացաք, չէ՞։ Եվ ոչ մեկ չի կարող ասի, հասկանում եք, թե ասենք այդ կոնկրետ այդ պահը երբ որ գալիս է, չէ՞ որ վերջնականում եթե անձնավորությունը ինքը, եթե ես մսակերության օրինակը շարունակեմ, չէ, եթե անձնավորությունը ինքը օրինակի համար ասենք բան չի անում, ասեք մսակերության հետ կապված ասենք ոչ մի զիջումների չի ուզում գնա, չէ, ինքը ինչ է մտածում, այս մարդը ոչ մի բան չի հասկանում։ Բայց եթե մարդը ինքը բուսակեր է, եւ այսպես, ինքը կարող է ինչ-որ մի հատ համոզմունքի հիմքի վրա դառնալ բուսակեր, չէ՞, բայց կարող է կարոտել մսի համը։ Հասկանում եք, բայց բուսակերության մեջ ինչ-որ մի հատ պահ կա, որից հետո մարդը ինքը արդեն չի հասկանում, թե ինչպես կարող է դուր գա դիակի համը։ Ոչ թե որտեղ դա դիակ է, այլ ուղղակի կոնկրետ այդ համը, ինքը համը արդեն մարդու դուրը չի գալիս։ Եթե նույնիսկ ինքը խախտի եւ փորձի ինչ-որ նորից բան անի, չէ՞, ես այդպիսի էպիզոդ ունեցել եմ ամենասկզբում, երբ որ նոր էի սկսում բուսակերությունը կիրառել, ինձանից տարիքով բավականին մեծ կին կար, մեր աշխատանքի մեր վայրում, մեր դեկաններից մեկի կիններ, այսպես էլի շատ հավանում էր ինձ, կներեք, բան էլի, ասեք մենք բավականին մտերիմ էինք, Եվ ես արդեն սկսել էի ուսումնասիրել արիացիներին եւ ընդունել էի, որ նույնիսկ զարմանում էի, թե ասենք ինչպես եմ ինձ ընդհանրապես թույլ տվել էլի այդ կարգի մսակեր լինել։ Եվ գիտեք ոնց, ինքը ինձ մի օր հրավիրեց եւ բան արեց, վայ, я такие котлетки сделала, Ադաջան, բան, так, հայբույ, ու ես որ իրան չնեղացնեմ, որովհետեւ շատ էի հարգում այդ կնոջը, վերին աստիճանի ինտելիգենտ կին էր ինքը, որպեսզի ես իրան չնեղացնեմ, ես մտածեցի լավ ոչինչ, բան էլի, մի հատ կոտլետ ուտեմ, մի կերպ թող ինքը չնեղանա։ Անկեղծ ասեմ, երբ որ ես այդ կոտլետը վերցնում էի, ես մտածում էի, որ դե այդքան էլ մեծ խնդրեմ չի ինձ համար, որովհետև ես միշտ միսը շատ սիրել եմ, չէ՞։ Բարերով չեմ կարող նկարագրել, թե ես ինչ զգա, ինչ բան զգա, ինչ վերաբերմունք դրսևորեցի, ոչ թե որ միսն է, կովն է, չգիտեմ ով է, այլ sense պրոստը, բուկվալը, հենց իմինա համին։ Ու ես այսպես զարմացա, փորձում էի ծամեի այդ ամենը, դա փաստված ջան, առաջ ես համի համար ուշքս գնում էր։ Ես համի ես ինչն եմ սիրել։ Դա ինչի հաշվի տեղի ունեցավ։ Դա տեղի ունեցավ նրա հաշվին, որ երբ որ դու բուսակեր ես դառնում, քո լեզվի զգայարանը ինքը նրբանում է։ Եվ դու եթե անկած ինչ-որ մի բան արվի, միանգամից զգում ես, թե դա ինչքան կոպիտ է։ Չէ՞։ Այսինքն ոչ մի սա ենք քննարկում, որ ոչ մեկ չի կարող ասի, թե ինչու է ինչ-որ ինքը ինչ-որ մի կենթանեակի հզորությանը կապվում, կամ ինչու է ինքը կապվում հմայքին։ Այդ ինչու է դա տեղի ունենում, էլի ինչու է մեկի համար հարաբերությունը կարևոր, մյուսի համար հզորությունը։ Այո, ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, հզորությունով հետաքրքրվում է նա, ով հարաբերությունը փորձելու է օգտագործել։ Այս ընդհանուր հոգեբանությունը մենք կարող ենք ասել։ Իսկ հմայքը ընդունում է բանանում, հմայքին է գերադասություն տալի, նա, ով որ պատրաստ է բանել, որակավորում ունի սիրել, այսինքն իրանից դուրս ինչ-որ մի բան տալ, այլ ոչ թե հարաբերությունների մեջ մենակ օգտագործման մասին մտածել, չէ՞։ Կա այդպիսի բան, որ նրանք, ովքեր գերագույն աստվածավորության հզորությանն են կապված, իրանք կապված են այն խաղաղությանը, որը կա, երբ որ կա իր հզորության հովանավորությունը։ Հասկանում եք, այդ վերջնականում դա կարող ենք ասել, բայց պրինցիպի, չէ, այդ ոնց ասեմ, էլի որ
Գիտեք, ասենք, այդ ինչ որ ես ասեցի արգումենտը, չէ, դա գիտակցված կամ չգիտակցված մոտիվ է։ Բայց ես հիմա քննարկում եմ այն կետը, որ հզորությունը իմինը դուր է գալիս։ Հասկանում եք, այ ոնց որ տանձի համը։ Всё։ Կամ խնձորի համը։ Այսինքն բազմազանության մեջ կենդանիակները, չէ, իրենք այ ամենաֆենոմենալ բանը հոգևոր աշխարհում որ կա հոգեբանության տեսանկյունից, չէ՞ որ անձամբ ես դրա վրա շատ երկար ժամանակ այսպես զարմացած որ ասեմ, ես չէի կարողանում այդ հոգեբանության բանը ընկալեմ, մինչև իմ մեջ չկարողացա կենդանիակին ազատություն տամ ցանկություն ունենալու։ Հասկանում եք, այդ ազատությունը ինքը տրամաբանություն չունի իր մեջ։ Հոգևոր ազատությունը նյութականը ունի, չէ՞, ասենք ինչի համար ունի, որովհետև բանը նյութական աշխարհում հարաբերություններ իրանք էգոիզմի հիմքի վրա են, իսկ էգոիզմը ինքը միշտ ունի իր տրամաբանությունը, այսինքն իր դրդապատճառը, չէ՞, թեկուզ սերն էլ ունի, որտեղ սերն էլ ինքը դրդապատճառն է բանը ցանկությունը որ դիմացինը լինի երջանիկ, չէ՞, բայց տեսեք, ես միշտ բերում եմ Բհիշմայի օրինակը, որտեղ հենց այդ օրինակի վրա եմ այդ թեման իրականացրել։ Երբ որ Տեր Բհիշման ինքը երբ որ պարկած էր եւ արդեն մահանում էր եւ Կրիշնան պանդավները հիշում եք, իր առաջ կանգնած էին, այդ աղոթքը հույսով եմ հիշում եք, չէ՞ որ ինքը ասում էր там դու գոպիների հետ պարես պարել, չգիտեմ ինչ, ասկերիկը ինքը ասում էր, ես տեղյակ եմ, որ դու ունես սիրեցյալներ, տեղյակ եմ, որ դա համարվում է հոգևոր աշխարհում ամենաբարձր հարաբերությունները, ես տեղյակ եմ սա, ես տեղյակ եմ սա, բայց ինձ դուր է գալիս ասպետական հարաբերությունները, ինձ դուր է գալիս, երբ որ դու ասպետ ես։ Այդ որ առաջի անգամ դե գնա հասկացի, չէ՞։ Ուրեմն ինքը այդ բանն է էլի, որ կան կենդանիակներ, որոնք իրենք, երբ որ շփվում են ազնվորության հետ, հրապուրվում են իր հզորությամբ, եւ կան կենդանիակներ, որոնք հրապուրվում են իր հմայքով։ Հիմա, եթե Աստված մի հոգի է, ընդամենը մի կներեք հատով ասեմ, թող ինքնենիզների, ինքը դա չի ջղայնանում։ Հա, ասենք, եթե ինքը մի հատ է, ինչպես կարող է ինքը բավարարել անսահման կենդանի էակների սերը։ Երբ որ սերը իր հոգեբանության մեջ իր ամենակարևոր գործոնը դա կոնֆիդենցիալնեստ, գողտրիկությունն է։ Հասկանում եք, որտեղ սիրո զգացումը ինքը իր վերջնական բանն է ստանում, չէ՞, այդ բավարարվածությունն է ստանում։ Երբ որ սիրող էակները մնացին իրար հետ մենակ։ Եվ երբ որ նա ում ես եմ սիրում, հասկացավ, որ ինքը ինձ համար ամենակարևորն է եւ ամենասիրելին, եւ նա ով ինձ է սիրում, չէ՞, ես հասկացա, որ ես իր համար կարևոր եմ։ Այդ դա տեղի է ունենում, երբ որ սիրող անձնավորությունները իրանք մնում են մենակ։ Ընդ որում, երբ որ ես ասում եմ սիրող անձնավորություններ, ես նկատի չունեմ միայն սիրային հարաբերությունները։ Դա եւ ծնողական հարաբերություններն են, եւ բարեկամական հարաբերությունները, եւ ընկերականը, եւ կորստականը, ծառայողականը, այն, հասկանում եք, բոլոր հարաբերությունների մեջ կենդանիակը ինքը այդ գողտրիկության, կոնֆիդենցիալնեստ, էլի, ռուսերեն մի քիչ ուրիշ երակ է այդ խոսքի մեջ, այդ գողտրիկության կարիքը ունի։ Եվ հիմա անսովոր գաղափարը, գերագույն Աստծո անձնավորությունը նույնպես։ Եվ հիմա տեսեք, եթե գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդպիսի հզորություն չունի, որ այսպես միաժամանակ բոլորին բավարարի, հոգևոր աշխարհի երանությունը չի կարող տեղի ունենալ։ Այնպես դա չի կարողանում տեղի ունենալ նյութական աշխարհում։ Հասկանում եք։ Օրինակ ասենք, եթե մենք վերցնենք մարդու կյանքը, չէ՞։ Մարդու կյանքը ինքը որպեսզի հասարակությունը խաղաղ լինի,
զույգերի, օրինակ, տղամարդ կնոջ հարաբերությունների մեջ նրանց հավատարմությունը իրար ամենակարևոր գործոններից մեկն է, չէ՞։ Հասարակությունը չի կարող լինի խաղաղ, եթե չունի խաղաղ ընտանիքներ։ Չի կարող խաղաղ լինել, որովհետև այդ ասենք ջարդուփշուր եղած հարաբերությունների մեջ տասնյակ հոգեբանական տրավմաներ են ստանում եւ իրենք ուրեմն մասնակիցները եւ իրենց մտերիմները, երեխաները, ծնողները, բարեկամները, մտերիմները, ընկերները, բոլորը ինչ որ մի կարգի հոգեբանական տրավմաներ են ստանում։ Ինչպես կարող են խաղաղ հասարակություն ստեղծել նրանք, ովքեր հոգեբանական տրավմաներ տարածեն։ Չէ, տեսեք, այդ ես միշտ ասում եմ, էլի, որ եթե նույնիսկ Աստված չկա եւ Աստծո մասին գիտելիքը հորինված է, նա ով որ սա է հորինեն, непревзойденный, իրան հնարավոր չի գերազանցել, անգերազանցելի հանճար է ուղղակի, թե ինքը ամեն քայլափոխում ինչպիսի ելք է գտել, որ այս սա պիտի տեղի ունենա, որ այնքան ինքը խնդիր ունի, չէ, հիմա իր առաջ, եթե on zamachнулся, չէ, այսինքն եթե այվասադևան ինքը ինչ-որ հիմա այդպես մի հատ հավակնություն է ունեցել, որ ես հիմա կգրեմ մի գրվածք, որտեղ ձեզ կներկայացնեմ, թե ինչպես է ձևավորվում հոգևոր աշխարհի երանությունը, որի մասին ոչ մեկ գաղափար չունի, հասկանում եք, դրա համար երբ որ օրինակ կաթողիկներ են, բայց երբ որ քրիստոնյաները իրենք ֆիլմեր են նկարում, ասենք դրախտի մասին, չգիտեմ ինչ, պատկերացումը ոնց է, որ մի հատ էստեղ լույս, ինքը այսպես մենակ կանգնած, բոլորը այսպես իրանց համար այնտեղ իրանից անկապ ման են գալիս։ Դա որ գաղափարն է, որ ինքը չգիտի, թե հոգևոր աշխարհում հարաբերությունները ինչպիսին են։ Կամ ամենապատալոգ գաղափարը, որին ինքը կարողանում է գալ, դա նա է, որ իհարկե դե հա բոլորը Աստծուն ծառայում են։ Ում մտքով է անցնում, որ ոչ Աստված ինքը անձնավորություն է, եւ դա նշանակում է, որ հարաբերությունը իր համար կարեւոր է։ Ով է այդպես մտածում։ Արիացիներից բացի։ Այստեղ կներեկել է արդեն։ Հասկանում եք, չէ՞, հիմա, այսինքն, բայց որպիսի այդ հարաբերությունների մեջ Աստված ինքը կարողանա բոլոր կենդանի ակներին պահի բավարարվածության մեջ, այսինքն հաջորդ գաղափարը ո՞րն է, որ հոգևոր աշխարհի երանությունը ինքը հենված է գերագույն Աստծո անձնավորության հնարավորությունների վրա։ Հասկանում եք, թե գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ է կարող անի։ Այսա է ամենակարևորը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ արդեն գալիս է այդ գաղափարը, որ գերագույն Աստծո անձնավորությունը ունի մի հատ ունիկալ հզորություն։ Դա մարմնավորումներ տաղն է։ Հասկանում եք, եւ հոգևոր աշխարհը ինքը այսպես ֆիզիկական իր կառուցվածքը, մենք սրա մասին շատ ենք խոսել, չէ՞։ Հոգևոր աշխարհը իր կառուցվածքով դա այն աշխարհն է, որտեղ այդ տարբեր մոլորակների վրա որպես կենտրոն գոյություն ունի գերագույն Աստծո անձնավորության ինչ որ մարմնավորումը։ Այսինքն տարբեր մոլորակների վրա գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մարմնավորումներ է տալիս համապատասխան կենդանի էակների համերի, հիմա ամենակարևորը։ Այսինքն, տեսեք, ինքը ունի հմայք, ունի ուժ։ Հիմա, այդ ուժը ինքը ինչ-որ պոտենցիա է, չէ՞, դրանք ինչ-որ էներգիաներ են, ինչ-որ հնարավորություններ են, եւ նրանք, ովքեր որ սիրում են նրա հզորությունը, հիմա ինչ-որ մեկը իր հզորության մեջ սիրում է ինչ-որ մի բան, ինչ-որ մյուսը ինչ-որ մի ուրիշ բան, ինչ-որ մեկը սիրում է լրիվ իր հզորությունը, չէ՞։ Եվ իսկ հմայքը դա որակներ են, չէ՞։ Հիմա ինչ-որ մեկին դուր է գալիս, ես նոր բերեցի Փիշմայի օրինակը, չէ՞, այսինքն ինչ-որ մեկին դուր է գալիս, որ թե ինչպիսի ասպետ է Աստված։ Արջունային դուր է գալիս, թե ինչպիսի ընկեր է Աստված։ Կունտին դուր է գալիս, թե ինչպիսի բարեկամ է Աստված։
Յաշոդային դուր է գալիս, թե ինքը ինչպիսի երեխա է, իսկ ռաթային դուր է գալիս, թե ինքը ինչպիսի սիրեցյալ է։ Հասկանում եք, այսինքն տարբեր որակներ ունի, չէ՞։ Եվ այդ տոկոսային համադրությունը, թե ինչքան է դուր գալիս զորությունը, ինչքան հմայքը, Աստված այդ բոլոր տոկոսայնությունների համադրության մարմնավորումներ ունի։ Հա? Եվ այդտեղ ինքը վայելում է, այսինքն ամեն մի իր տոկոսայնությունը ունի իր վայելքը, որովհետև ունի կենդանիակներ, որոնք հենց այդպիսինն են իրան սիրում։ Ջմանում էլի կարողացա փոխանցել էությունը։ Սա ահավոր կարևորության բան է։ Ինչու համար, որտեղ տեսեք պայմանավորված վիճակում, չէ՞։ Հիմա օրինակ, ես եկա, ինձ ասեցին, ես այդպիսի կին եմ ճանաչում, որ ինքը երբ որ առաջի անգամ տեսավ իմ պատին խփած այդպիսի նկար կա, որտեղ Ռադհան Կրիշնան եւ 8 գոպիները կանգնած են, իրար գլխավոր սիրեցյալները, հա։ Եվ այդ կինը ինքը այսպես մոտեցավ, մատը դրեց Գերագույն Աստվածնավորության գլխավոր սիրեցյալի վրա, ու բուկվալն է այս ֆրազան ասեց, ես, եթե ինքը Աստվածն է, ես ուզում եմ այ իրա տեղը լինեմ, այսինքն Ռադայի։ Հիմա տեսեք, եթե ինքը իրոք ուզում է ինչ-որ տես ինչ կարևոր դեր ունենա Գերագույն Աստվածնավորության կյանքում, ինչպիսին որ Ռադան ունի, չէ՞։ Հիմա ենթադրենք մի րոպե, այդ մակարդակի վրա իհարկե տես բաներ չկա, բայց ինչ որ մի մակարդակից սկսվում է, որ հավասար կենդանիակներն են, այսինքն իրանք իհարկե Ռադայի նման չեն, այսինքն գլխավոր սիրեցյալի նման չեն, իրանց կալիբրով, չէ՞, եւ իրանք մոտավորապես նույն զգացմունքները ունեն եւ նույն պոտենցիան ունեն Գերագույն Աստվածնավորությանը բավարարելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդ պարագայում, եւ ես եւ դուք օրինակի համար հավասարազոր ընկերություն ենք ուզում Աստծո հետ։ Չէ՞։ Այդտեղ նյութական աշխարհում բոլոր կոնֆլիկտները որտեղից է, այ որ նույն բանն են ուզում։ Իսկ ազնվորությունը ինքը կարող է բավարարել միայն մեկին, եւ Աստված ոչ անի, եթե նույնիսկ ինքը պատրաստում է երկուսին էլ բավարարի, նա ում որ ինքը որոշեց առաջինը բավարարի, ընկավ հարվածի տակ, վերջ։ Չէ՞։ Հասկանում եք։ Եվ սա ինքը կարևոր թեմա է։ Այդ դրա համար, տեսեք, եթե նույնիսկ ասում եմ Աստված չկա, նա որ այս գաղափարը հնարել է, ինքը հանճար է տրամաբանության։ Ինքը ասել է Աստված հզոր է, չէ՞։ Հա։ Ուրեմն այստեղ սրա լուծումը, որպեսզի կենդանիակները իրար չնախանձեն, կարող է լինել միայն մի ձև, որ Աստված պիտի կարողանա իրան սարքի շատ։ Եվ ամեն կենդանի էակ պիտի կարողանա ստանա իր ուզած Աստծուն։ Կոպիտ ասած, այն մարմնավորումները դա մի կողմից, եթե կան մարմնավորումներ, որոնք իրենք հոգևոր աշխարհում են, եւ կան մարմնավորումներ, որոնք իրենք նյութական աշխարհում են։ Նյութական աշխարհի մարմնավորումները իրենք ֆունկցիոնալ են։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը կոնկրետ գալիս է նյութական աշխարհ ինչ որ մի հատ գաղափար իրականացնելու կամ ինչ որ մի հատ խնդիր լուծելու համար։ Հասկանում եք, սերիներ, չէ՞։ Եվ ասենք, արդեն հաջորդը դա հոգևոր աշխարհի մարմնավորումներն են, որտեղ այդ դա է վայելքների բազմազանություն, կրեք, վայելքը մի քիչ այն խոսքը չի, երանությունների բազմազանությունը ապահովելու համար են նախատեսված այդ մարմնավորումները։ Հասկանում եք։ Հիմա եւ ուրեմն կարողանում ենք հասկանալ, որ այս գաղափարը, որ կա Գերագույն Աստծո անձնավորությունը, այդ նախասկզբնական
Եվ ինքը իր մեջ պարունակում է 100%-անի իր հզորությունը եւ 100%-անի իր հմայքը։ Նրանք, ովքեր ապրում են այդ անձնավորության հետ, եթե պայմանականորեն ասենք, չէ, նրանց երանությունը էդի ֆանտաստիկ ինչ-որ մի բան, հասկանում եք։ Հիմա տեսեք, չէ, մենք խոսեցինք նրա մասին, որ միայն մարմնավորումներով տալով է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է հաստատել խաղաղությունը, այսինքն որ մի կենդանիակը չնախանձի մյուս կենդանիակին։ Հասկանում եք, սա շատ կարևոր գաղափար է, եւ այդտեղ ինքը օգտագործում է իր այդ հզորությունը, որ ինքը կարող է, այսինքն կոպիտ ասած, իր կլոնը սարքի միլիարդ հատ ընդհանրապես, հա, եւ գիտակցի այդ բոլոր ուրեմն իր կլոնները, չէ, որովհետև տեսեք օրինակ, մենք այդ թեման էլ ենք, չէ, ձեզ հետ քննարկել։ Այ ինքը երանելի կյանքով ապրում է հոգևոր աշխարհում։ Իսկ հիմա կան կենդանիակներ, որոնք չեն ուզում առանց իրը ապրել, բայց ոչ էլ կարող են առանց իրը ապրել։ Այսինքն ինքը միևնույն է, ինքը, պայմանականորեն ասած, ստիպված է տերություն անել այդ հոգիներին, որովհետև իրանք իր անբաժանելի մասնիկներն են, բոլոր հզորությունները իրա ձեռքում է, եւ իրանից դուրս տարածք չկա։ Հասկանում եք։ Եվ երբ որ կենդանիակը ինքը ասում է, ես չեմ ուզում քո հետ ապրեմ, դա կարող է լինել միայն իլյուզիա։ Եվ այդպես էլ արիացիներին ասում են, նյութական աշխարհը դա իլյուզոր աշխարհ է։ Իլյուզոր է ոչ թե որ ինքը չկա, այլ իլյուզոր է, որ ինքը ցույց է տալիս մի բան, որը չկա։ Միրաժի նման էլի։ Հասկացաք, չէ՞, ո՞րն է այդ մի բանը, որը ինքը ցույց է տալիս, որ չկա։ Կենդանիակի անկախությունը։ Աստծուց։ Հասկանում եք։ Սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն այս ամեն ինչը ինքը շատ հետաքրքիր, շատ կարևոր թեմաներ են, որտեղ ուրեմն կամաց-կամաց մենք ամենասկզբից պետք է շատ հստակ հասկանանք, թե ինչի մասին է այստեղ խոսքը, որն է այդ մարմնավորումների արժեքը, գինը, տեղը, ինչու համար, որովհետև սա պայմանավորված հոգու համար շատ կարևոր գաղափար է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հզորություն ունի ամեն կենդանիակի համար լինել մենակ իրանը։ Հասկանում եք։ Այդ իմաստով, լավ, այդտեղ չգնանք։ Հիմա աշխարհում մի երևույթ կա, որը ինքը ստեղծվել է հենց այդ սկզբունքով։ Եվ հասկանում ենք, որ իրանք այդ սկզբունքը երևի թե հասկացել են այստեղ, հա, որպեսզի եթե արդեն հարաբերություններ պիտի բանարվի, չէ, հարաբերություններ պիտի ստեղծվի, ապա այդ դա է շատ կարևոր, որ ինքը իմ ու իր հարաբերությունները ուրիշ ոչ մեկ տեղյակ չի այդ հարաբերություններից։ Իհարկե այդպես չի, որ ոչ մեկ տեղյակ չի, բայց հիմնականում, այո, տեղյակ չեն։ Մասնակիցները համենայն դեպս հարաբերությունների տեղյակ չեն։ Հասկանում եք, եւ դա ինքը բավարարում է, ուշադիր լսեք, կենդանիակի ամենակարևոր կարիքը։ Եվ եթե նույնիսկ դուք նյութական աշխարհում եք դեռ ապրում եւ ունեք բազմաթիվ բաներ, հարաբերություններ, միշտ հիշեք, որպեսզի դուք լինեք երջանիկ բոլոր հարաբերությունների մեջ, այն պահին, երբ որ դուք շփվում եք մի մարդու հետ, լիարժեք եղեք իրա հետ։ Եվ այդ ժամանակ դուք երբեք ոչ մի հարաբերությունների մեջ խնդիր չեք ունենա։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հենց այդպես է վարվում։ Եվ որ ինքը իր մոր հետ է, իր մայրը գիտի, որ իրանից ավելի թանկ ինքը ոչինչ չունի։ Եվ որ ինքը իր սիրեցյալի հետ է, իր սիրեցյալը գիտի, որ իրանից ավելի թանկ ինքը ոչինչ չունի։
Եվ որ ինքը ընկերոջ հետ է, եւ հասկանում եք, ասա ամենակարևոր գաղափարը դա նա է, որ ինքը ոչ թե դերասանություն է անում, որովհետեւ թատրոնի դերասան է։ Ինքը անկեղծ այդպիսին է սարքած, ինքը այդպիսի կառուցվածք ունի, որ երբ որ ինքը ինչ-որ մեկի հետ շփվում է, այդ մեկը դառնում է իր 100%-անի ուշադրության կենտրոնը։ Հա? Եվ այդ դա է, որ բավարարում է բոլոր կենդանի էակներին։ Հասկանում եք, երբ որ մենք նյութապես պայմանավորված ենք եւ ունենք տարբեր բաներ, տարբեր հարաբերություններ, չէ՞, եւ օրինակի համար ասենք կարող ենք խզել մոր հետ հարաբերությունը կամ հոր հետ հարաբերությունը, ասելով իրանց, որ ընկերներիս պիտի տեսնեմ եւ այդտեղ փաստացի ասում ենք մեր ընկերները մեզ համար ավելի կարեւոր են, հա? Եվ ուրեմն երբ որ մենք գնում ենք հանդիպելու ծնողների հետ, ծնողը պիտի իմանա, որ այդ օրը մենք իրանն ենք։ Երբ որ մենք հանդիպում ենք ընկերների հետ, ընկերը պիտի իմանա, որ մենք այնպես պիտի դասավորենք, որ այդ օրը կամ այդ ընթացքում մենք լինենք միայն իրանցը։ Երբ են արժեզրկվել բոլոր հարաբերությունները։ Երբ որ մենք մեր ձեռքը վերցրեցինք այսա, հա? Եվ երբ որ նստած ենք մարդու տանը, ինքը ասենք մեզ համար սեղան է գցում եւ շփում է ակնկալում, իսկ մենք այդ պահին SMS-ներ ենք գրում եւ SMS-ների ենք պատասխանում։ Ինչ ենք մենք իրան ասում այդ պահին։ Որ իրականում մենք քո վրա թքած ունենք, կոպիտ ասած։ Եվ այս պահին կենտրոնացած ենք մի լրիվ ուրիշ հարաբերության վրա, որը մեզ համար ավելի կարևոր էր։ Եվ թեկուզ ես մարմնով էստեղ եմ, բայց մնացած ամեն ինչով ուրիշ վայրում եմ։ Եվ դա է, որ դարձնում է նյութական աշխարհը մենակության աշխարհ։ Առաքինության գոյավիճակը դա այն գոյավիճակն է, երբ որ կենդանիակը ինքը այս օրենքը գիտի։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին, մենք խոսում ենք մի գոյավիճակի մասին, որտեղ գլխավոր սկզբունքը ինքը կայանում է նրանում, որ այնտեղ կենդանիակը ինքը հոգևոր աշխարհի համար նախատեսված սկզբունքները կիրառում է, հա, ինքը դա կիրառում է նյութական մարմնի վրա։ Այսինքն ոնց փորձարկման դաշտն է։ Այ առաքինության գոյավիճակը դա հոգին զարթնացնելու եւ նրան այդ դեպի հոգևոր աշխարհ վերադառնալու գործընթացն է, չէ՞։ Եվ այդտեղ ինքը ամենասկզբում ինքը այդ դա է փորձարկում։ Ինքը վերցնում է հոգևոր սկզբունքը, որտեղ ամենաառաջինը ո՞րն է։ Այդ հոգևոր աշխարհ, այդ հոգևոր աշխարհի ամենաֆունդամենտալ են առաջի քարերը, որոնք են դա հարգանքն է ուրիշ կենդանիակի հանդեպ եւ նրա գոյության եւ նրա զգացմունքայնության։ Դա հարգանքն է այն հարաբերությունների հանդեպ, որը դու իրանց հետ ունես։ Հասկանում եք, եւ գերագույն աստվածնավորությունը, որպեսզի կարողանա այդ կետում կենդանիակներին այդ բոլորը մնան բավարարված, հա, այդ դրա համար է, որ ինքն է բոլոր կենդանիակների երանության հիմքը, որտեղ միայն ինքը կարող է այդպես անել։ Եվ եթե դուք ուշադիր լինեք, չէ, ամեն ազնվորություն վերջնականում ասում եմ, ես չեմ ուզում իմանամ Աստված ով է, ես ունեմ իմ Աստվածը։ Մենք հիմա դրա մասին ենք խոսում, որպեսզի հասկանանք, թե հոգեբանության տեսանկյունից որտեղից է առաջանում գերագույն Աստծո ազնվորության մարմնավորումներ տալու անհրաժեշտությունը։ Դա բոլոր կենդանիակների երանությունը ապահովելու համար է նախատեսված եւ իսկ գերագույն Աստծո ազնվորությունը այդտեղ վայելում է բազմազանությունը։ Հա, որտեղ միտեղ շեշտ են դնում իր այս որակի վրա եւ ինքը վայելում է իր այդ որակը, մյուստեղ այս որակի վրա եւ ինքը վայելում է այդ որակը, հա, այսինքն իրան սիրում են դրա համար եւ ինքը սիրում է այդ որակով եւ թե ինչ երանություն է ձևավորվում այդ փոխազդեցության մեջ, հա, այսինքն ինքը վայելում է բազմազանությունը երանության
Իսկ մենք ամեն մեկս վայելում ենք այն երանությունը, որը ուզում ենք վայելել գերագույն Աստծո անձնավորության հետ։ Այսպես, ուսի մենք վերջնական բանը հասկանանք, չէ՞։ Այս բաների մեջ մինչև լիարժեք գրագետ չլինել, այդ ոչ թե մենակ գրագետ, հասկանում եք, այսա գաղափարներ են, որը իրանք պիտի ընկալվեն, որտեղ իրանք շատ մեծ փոփոխություններ են կատարում մեր հոգեբանության մեջ, երբ որ մենք Աստծո մասին ճիշտ գաղափարներ ենք կազմում։ Եվ իհարկե մենք չհասցրեցինք անցնել հաջորդ տեքստին, այնպես որ այսօր կսահմանափակվենք 5-րդ տեքստով։ Այսօր ասկանում սիրելիներս, ստիպություններ։